Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր մենք ճանապարհորդելու ենք Հայաստանի ամենաքաղցր, հնամենի, դաշտերի ու լեռների արդյունաբերական մարզով։ Արարատի մարզը հյուսիսից սահմանակից է մայրաքաղաք Երևանին, Կոտայքի մարզին, ինչպես նաև Արմավիրի մարզին։ Արևելքում գտնվում է Գեղարքունիքի մարզը, իսկ հարավ-արևելքում Վայոց ձորը։ Պետական սահմանն անցնում է Ախուրյան գետով, որը բաժանում է մարզը Թուրքիայի Հանրապետությունից։ Մարզի հարավում գտնվում է Նախիջևանի Հանրապետությունը, որը Ադրբեջանի մաս է կազմում։ Արարատի մարզի տարածքը 2090 կիլոմետր քառակուսի է, բնակչությունը 260,4 հազար մարդ, մարզկենտրոնը Արտաշատն է, քաղաքներն են Արարատ, Մասիս, Վեդի։ Մարզով են անցնում Երևան, Արտաշատ, Եղեգնաձոր, ինչպես նաև Մասիս, Արմավիր, Արագած, Գյումրի ճանապարհները։ Արարատի մարզի զգալի մասը զբաղեցնում է Արարատյան գոգավորությունը, որին մենք անվանում ենք դաշտ։ Այն, հիշում եք, սարավանդ է եւ ծովի մակարդակից բարձր է 800-ից 1100 մետր։ Մարզում են գտնվում նաև Գեղամա, Ուրծի, Դահնագի եւ Երանոսի լեռները։ Ձեր էկրաններին այժմ պատկերված է Արարատյան դաշտը, որը մեր Հայաստանի մրգի եւ բանջարեղենի շտեմարանն է։ Այժմ տեսնում եք Երանոսի լեռները, իսկ սրանք Ուրծի լեռներն են։ Գեղամա լեռներին մոտ գտնվում է մարզի ամենաբարձր սպիտակասար գագաթը։ Արարատի մարզը այնքան հարուստ չէ գետերով, ինչպես Արագածոտնի մարզը։ Այստեղ սահմանային գետ է Արաքսը, որը Հայաստանը բաժանում է Թուրքիայի Հանրապետությունից։ Մարզի տարածքում ամբողջապես հոսում են Վեդին, Հրազդանը եւ Ազատը։ Ձեր էկրաններին հիմա տեսնում եք Վեդի գետը։ Իսկ սա Հրազդանն է, որը սկիզբ է առնում Սևանա լճից։ Օգտակար հանածոներով բավականին աղքատ է, հիմնականում տարածված են շինանյութեր։ Շինանյութերից հայտնի է Արարատի մարզի մարմարը, ինչպես նաև կան ֆոսֆորիտների եւ կրաքարի պաշարներ։ Մարզի կլիման խիստ բազմազան է, շնորհիվ բացարձակ բարձրությունների մեծ տարբերության։ Հիմնականում տիրապետողը չոր խիստ կլիման է։ Լանդշաֆտներից տարածված է կիսաանապատային լանդշաֆտը։ Մարզում շատ են վատահողերը, ինչպես նաև աղութները։ Եթե պատրաստվում եք ճանապարհորդել Արարատի մարզով, ապա խորհուրդ կտամ այցելել հետևյալ վայրերը։ Տափի բերդը, որը անվանում են նաև Գևորգ Մարզպետունու բերդ, այն գտնվում է Ուրցաձոր համայնքում։ Էկրաններին այժմ տեսնում եք Հովաննու Սուրբ Կարապետ վանական համալիրը։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար նվիրական վայր է Խոր Վիրապը, որտեղից քրիստոնեությունը Գրիգոր Լուսավորչի միջոցով տարածվել է ողջ հայրենիքում։ Մարզում գտնվում են նաև Դվին մայրաքաղաքի ավերակները, Արտաշատ մայրաքաղաքի ավերակները։ Ամրոցներ նույնպես կան մարզում, հայտնի է Կաքավաբերդը։ Ձեր էկրաններին այժմ տեսնում եք Աղչոնց վանքը, որը թեպետ խոնարհված, բայց զարմացնում է իր քանդակներով։ Դե ինչ սիրելի աշակերտներ, մենք այսօր ծանոթացանք Արարատի մարզի հետ։ Մեր եկուսկրության կշարունակենք հաջորդ մարզում։